Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնել աշակերտական համաժողովի շրջանակներում, որը մեր համատեղ նոր նախաձեռնությունն է։ Գիտեք, որ մենք արդեն մի քանի տարի է ուսուցչական համաժողովների ավանդույթն ենք դրել, որոնք դառնում են դա հարթակ մեր ուսուցիչների իրենց աշխատանքը ներկայացնելու, մեկը մյուսին լսելու, մեկը մյուսից սովորելու եւ նաեւ ուսուցչական աշխատանքը ավելի տեսանելի դարձնելու, մանկավարժության մեջ նորարարությունը խթանելու եւ ընդհանրապես կրթության արդի խնդիրներից խոսելու համար եւ շատ ուրախ եմ, որ գործընկերության նույն շրջանակով ենք այդ աշխատանքը իրականացնում, բայց նաեւ այս քննարկումները մեզ տարան մի մտքի, որ մենք իրականում նման քննարկման միջավայրերի եւ հարթակների կարիք ունենք կրթության ամենակարևոր շահառուների ձեր համար եւ երբ որ սա ասում եմ ամենևին չեմ չափազանցնում, որովհետեւ հաճախ եմ առիթ ունենում խոսել այն մասին, որ այս տարմանից մեկնարկած երեխաների, սովորողների եւ այդ թվում աշակերտների եւ ուսանողների ընդունելության ժամանակ ես ինքս որպես նախարար շատ հաճախ եմ բախվում մի իրավիճակի, որ լսում եմ հարցեր, լսում եմ դիտարկումներ, որոնք որևէ այլ խողովակով, որևէ այլ միջավայրում ես չեմ լսում։ Եվ սա նշանակում է, որ երեխաներին այս գործընթացների մաս դարձնելը, մասնակից դարձնելը առանցքային նշանակություն ունի, ոչ միայն ձեր համար, այլ նաև մեր համար։ Եթե մենք իրոք ուզում ենք, որ կրթության ոլորտում բարեփոխումները լինեն նպատակային եւ առաջին հերթին օգտակար լինեն ձեզ համար, նշանակում է դա առանց ձեզ չի կարող տեղի ունենալ։ Եվ հետեւաբար կարծում եմ, որ աշակերտական համաժողովը լավ է, որ մեկնարկում ենք, բայց շատ վաղուց պիտի մեկնարկած լինեինք որպես նախաձեռնություն ու հուսով եմ, որ այսօրվա մեր քննարկումներն էլ մեզնով կամրապնդեն են համոզումը, որ սա պետք է լինի շարունակական եւ որ մենք յուրաքանչյուր տարի հենց ձեր օրակարգով, ձեր հետ միասին խոսակցությունները պետք է ավելի ու ավելի շատացնենք։ Երեխայի իրավունքների շարքում մենք պետք է նկատենք այնպիսի մի կարևոր իրավունք, մյուս կարևոր իրավունքների շարքում, որը մասնակցության իրավունքն է։ Մասնակցության իրավունքը երեխայի ձայնը լսելի դարձնելու մասին է, որ ձեզ վերաբերող որոշումները չկայացվեն առանց ձեզ։ Եվ հուսով եմ, որ այսօր ձեր մասնակցության, ձեր մտքերով եւ ձեր դիտարկումներով դուք հենց նման հնարավորություն եք մեզ համար ձևավորելու, որ ձեզ վերաբերող որոշումները, կրթության ոլորտի բոլոր որոշումները վերաբերում են ձեզ, հաշվի առնեն ձեր կարծիքը, ձեր դիտարկումները։